Բարև ժողովուրդ ջան, նորից լսեցիք, նորից տեսաք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անուն ազգանունները լրատվականների թոփ այդ նորությունների էջերում։ Գիտեք որն է խնդրումը, որ այս իշխանությունները ընտրությունից ընտրություն է հիշում, որ այս երկիրը ժամանակին թալանել են, կեղեքել են, եւ դրանց գլխավոր հեղինակները եղել են մեր նախագահները։ Բայց այս 7 տարիների ընթացքում իրենք տենց էլ չպատժվեցին։ Ավելին, ոչ մեկ չպատժվեց։ Բոլորը արդարացվեցին, բոլորը գնացին տներով։ Տենց էլ մի դատավճիռ մենք չլսանք, տենց էլ բանտարկություն մենք չլսանք, տենց էլ արդարադատություն չտեսանք։ Չնայած հանուն արդարության ուզում եմ ասեմ դատավճիռներ լսանք, բայց ինչ տեսքով արդարացնելու, համաներելու կամ վաղեմության ժամկետը անցնելու։ Իսկ ում վաղեմության ժամկետը չէր անց այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ ունի, էլի ժողովուրդ ջան, ում այդ վաղեմության ժամկետը չէր անց, դատավորները այնքան ինքնաբացառք հայտնեցին կամ այնքան ժամանակ ձգեցին, որ այդ իր վաղեմության ժամկետն էլ անցավ։ Եվ այդպես ուղարկելով արդարացնելով, իսկ որոշներին ընդհանրապես արդարացնելով, այսպես ուղիղ 7 տարի ուղիղ եւ տեսեք 7 տարի հետո նորից Ռոբերտ Քոչարյան, նորից Սերժ Սարգսյան, իսկ հեղափոխությունը կատարվել էր, որ այս երկուսի անունը էլ մենք ընդհանրապես չլսենք, բայց չէ, իշխանությունը շատ լավ էլ հաշվարկել է, ինքը այս երկուսին օգտագործում է որպես ընտրապայքարի միջոց, որպես ընտրապայքարի խրտվիլակ, այո, երկրորդ եւ երրորդ նախագահը իշխող ուժի կողմից օգտագործում է որպես ընտրապայքարի խրտվիլակ։ Պատճառներից մեկը, օրինակ, շատ մարդիկ դժգոհ են իշխող իշխանությունից, շատ լավ տեսնում են իրենց սխալները, բայց բերելով այս երկու հանցագործի նորից առաջի պլան եւ առաջի հերթին թողնելով ազատության մեջ չպատժելով եւ ամեն անգամ ընտրություններին բերելով առաջի պլան, իրանք միշտ ցած լավ կամ հրեշտակի կերպարով լավ դիրքերում կհայտնվեն։ Այ իրանց սա է պետք։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ դժգոհ են իշխանությունից, նորից վերհիշելով այս հանցագործներին, կեթան եւ նորից ձայն կտան իշխող ուժին։ Սա է իրականությունը։ Սա է հենց իրանց հաշվարկը։ Սա հենց մանիպուլյացիա է, ընտրությունների մանիպուլյացիա։ Բայց իշխող ուժը չի հասկանում, որ գիտեք ինչ կա, գիտակից մարդու համար, երբ որ դու թալանչիներին չես պատժում, չես ենթարկում օրենքով սահմանված պատժի, դու նույնպես դառնում ես հանցագործ, դու նույնպես դառնում ես թիրա, որտեղ վաղ թե ուշ ժողովուրդը պահանջելու է քո դատավճիռը, քանի որ դու ապեցիր մարդկանց եւ մարդկանց հույզերի, զգացմունքների հետ խաղալով փորձում ես շահել նոր քվեներ, փորձում ես պահել քո իշխանությունը, սա է իրականությունը իշխող ուժի, այս դրա համար հին թալանչիները չեն պատժվում, բայց ժողովուրդը շատ լավ հիշում է, շատ լավ գիտի թե ովքեր էին թալանչի եւ ովքեր տենց էլ չպատժվեցին ի շնորհիվ ներկա իշխանությանը։ Ժողովուրդը շատ լավ հիշում է թե ով էր մարտի 1-ին, ով էր հոկտեմբերի 27-ին, ով էր Սարի թաղում եւ այլն եւ այլն։ Շատ լավ բոլորը հիշում են, անգամ թվարկելու կարիք չկա։ Իսկ այսօր իրան գալիս են եւ օրենքներ են առաջ բերում, որ գիտեք ինչ կա։ Չեք ուզում ծառայել բանակում, այ որ ուրիշ երկիր չթակ, այ որ հայկական պասպորտից չհրաժարվեք, քաղաքացիությունից չհրաժարվեք, եկեք գումար մուծեք հայկական պետությանը, հայոց պետությանը եւ մի ծառայեք։ Բայց մի գնացեք մեր երկրից։ Բայց սրանք տենց էլ չհասկացան, որ մարդիկ երկրից չեն եթում բանակի համար, շատ քչերն են եթում բանակի համար։ Մարդիկ գնում են անարդարության համար, որտեղ արդարություն չկա, օրենք չկա, ապրելու հնարավորություն չկա, այ դրա համար են մարդիկ եթում։ Այ դրա համար կատարվավ հեղափոխություն, որ երկրում օրենք գործի, իսկ մեր երկրում միջև հմի տականքները ազատության մեջ են, միջև հմի քաղաքապետարանում կարող են մարդ ծեծել ու ազատ ման գալ,
ու կապ չունի թե ում են ծեծում, կապ չունի թե շպիոն էր, շպիոն չէր, կապ չունի թե սադրիչ էր, սադրիչ չէր։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրանք պետք է զբաղվեն այդ հարցերով, այ ոչ թե թաղապետա կամ քաղաքապետա կամ ով ուզում է լինի։ Երբ որ դու ունես այսպիսի թափթփված երկիր, որտեղ օրենքը ուժ չունի, արդարադատություն ուժ չունի, ուզում ես ընդհանրապես բանակը վերացրա, մեկը մարդիկ թողելու են ու գնան։ Մարդիկը դե չեն ապրի։ Դուք տենց էլ չհասկացաք, որ խնդրեմը բանակը չի, տենց էլ որ չհասկացաք, որ մարդիկ երկրից գնացել են։ Իրականում բանակի համար չեն գնացել։ Ինչքան տղա է երկրից դուրս եկի, մի երկու ավել էլ աղջիկ է երկրից դուրս եկի, թո իրանք էլ բանակի համար չեն գնացել։ Ու բոլորը չեն, որ եղբայր ունեն, հարազատ, բայց էլի գնացել են։ Գիտեք ինչ չեն գնացել, որտեվ երկրում օրենք չկա, արդարադատություն չկա, բեսպրիձել է։ Ու էլի կրկնում եմ, հենց դրա համար կատարվավ իշխանափոխություն, այդ հեղափոխությունը։ Դրա համար Սփյուռքն էլ ոտի կանգնեց, բայց Սփյուռքն չի մարեր ոտի, թող Սփյուռքն էլ բանակի հետ գնալու խնդիր չուներ, ինչ էր ոտի կանգնե, որտեվ հույս էր արթնացել, որ մի օր մեր երկիրը օրենքի երկիր կդառնա եւ Սփյուռքի հայերը միշտ էլ երազում են հետ գան տուն, հետ գան իրենց պապերի հող, ովքեր Հայաստանում էլ չեն ծնվել։ Իսկ դուք տենց էլ չհասկացաք, ասում եք փող տվեք, որ բանակում չծառայեք, ոչ, երկիր սարքեք, օրենքի երկիր սարքեք, արդարադատություն սարքեք, ոչ թե հանցագործներին օգտագործել որպես ընտրապայքարի գործի կամ խրտվիլակ, որ նորից ժողովրդին վախեցնեք եւ նորից զայներ հավաքեք։ Տենց էլ չեք հասկացել ու չեք հասկանում, որ մենք երկիր ենք կորցնում։ Այդ ձեր նմանների պատճառով թե իշխող ուժը, հենց դուք, թե անցյալ թալանչիները, հայ դրանց պատճառով մեր բնակչությունը անկում ապրում։ Մատ նայեք Պարսկաստանի բնակչությունը անկախությունից, մեր անկախությունից 90-ականից վեր ինչքանով է աճել, Թուրքիայի բնակչությունը ինչքանով է աճել, Ադրբեջանի բնակչությունը ինչքանով է աճել, միայն մեր մոտ է պակաս է, 1 միլիոն պակասել է, դե չգիտեմ Թուրքիային 55-ից դարել է 80, մերը 1 միլիոն պակասել է, հետո ասում եք սա մեր հողն է, մենք պետք է պահենք այս հողը, ինչով ես պահելու, եթե բնակչությունը տնկնում է, ամենալավագույն միջոցը հողին տեր կանգնելը դա բնակչության քանակն է, իսկ ձեր քաղաքականությամբ անհնարին է դառնում, որ բնակչություն ունենա կարգին քանակ, որտեղ բոլորը թողում հեռանում են։ Իսկ պատճառը նորից բանակը չի, այ անարդարությունն է, օրենքի զրո լինելն է, բեսպրիձելությունն է, լավ տղա խաղալն է, աչ ու ձախ, այդ լավ տղեն այնքան են արդեն օգտագործե ամեն մի նարկաման այնքան ասե ես լավ տղա եմ, այդ լավ տղու կերպարն են փչացրել։ Ամեն մի բեսպրիձելչիկ այնքան ասե լավ տղա եմ, այդ դրա կերպարն էլ փչա։ Էդ էլ փչացրիք։ Էդ էլ վարի տվիք։ Այն իսկական այն մեջի են լավ տղեն էլ արդեն վարի տվիք, էդ էլ վարի տվիք։ Այդ արժեքներն էլ ավարի գնացել։ Այս օրի է հասե մեր երկիրը, որ ով ինչ ուզում հելնում անում է, ասում է ես լավ տղա եմ, ով ում վրա հարցակում է 20 հոգով ասում է ես լավ տղա եմ, 20 հոգով մեկի ու ոչ մեկ պատասխանատվություն չի կրում, ոչ մեկ չի ասում դու լավ տղա ես, դու շակալ ես, որտեվ լավ տղեն կյանքում գցենք, դաժե 3 հոգով մեկի վրա չի հարցակվի, լավ տղեն դեմնի բաց կանգնում է, որպես օրինակ այս երկրում որ պրոբլեմա նորմալ մարդկանց մասին է խոսքը, չէ՞ բանդիտներ բոլոր տեղերներ կա, նորմալ մարդկանց մասին։ Երբ որ երկու տղամարդ ինչ որ կոնֆլիկտ են ունենում եւ լեզու իրար հետ չեն գտնում, ի՞նչ է կատարում։ Կինոներում էլ շատ տեսած կնեք, Ժողովուրդ ջան, ասում են, «Один, ես ու դու»։ Եվ որ խնդում են, ասում են, ոչ մեկ մեյդան չի գնում, սես կալորեն անում երկու տղա կռվում է։ Դոյետի հենց տղությունը հենց դա է, երբ որ երկու տղա որոշում են ոչ թե մեկի իդում 100 հոգի բերում այն մեկի վրա, այն մեկին ծեծում է կամ ով շատ լավ ընկերուներ, շատ ընկերուն են, ոչ թե լավ ընկերուն, ով շատ ընկերուն են ինի հաղթի։ Բայց դի լավ տղություն է, դի լավ տղություն չէ, դի շակալություն է։ Լավ տղեն մենակ է կանգնում, եթե տենց հարց կա լուծելու։ Էսի հատուկ ինչի համար եմ ասում, որ ձեր մոտ օրենք չի գործում, որտեվ թաղապետարանի արածը դուք չեք մարսելու։
Թաղապետարանի արածը դա հանցագործություն է, դա խուլիգանություն է, դա լավ տղություն չի, դա վատ տղություն է, ու բոլոր մասնակիցները վատ տղեկ եք, շակալներ եք, դուք շակալ եք, բեսպրիձելչիկ շակալներ եք դուք, սադրի չեն ծեծում, մթում, իրավապահ համակարգն էլ խոտ է ուտում, այդ է երկրի դեմքը։ Մի խոսքով ժողովուրդ ջան, շատ չեմ ուզում խորանա։ Դա էր իմ ասելիքը այսօրվա, նենց որ բոլոր հանցագործները, որ գտնվում են ազատության մեջ, դա ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի եւ իրեն իշխանության։ Բոլորը, դա շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում է, Սերժ Սարգսյանը դրսում է եւ իր բոլոր խրտվիլակներով եւ այն վատ մարդիկ, ովքեր կերել են, կեղեքել են մեր երկիրը, որն էլ որ վաղը բույսոր ձեր պատճառով շատ հնարավոր է դեզուս պապանձվի, բայց որ Թուրքին կարող է փայացնի, որտեվ ձեր իշխանության օրը, ձեր գործողությունների ժամանակից Հայաստանը լքել է 1 միլիոն մարդ, թողելով երկիրը դատարկ, պատրաստ Թուրքին նվիրելու համար, ձեր շնորհիվ դուք Թուրքից վատն եք, դուք Հայաստանը նվիրեցիք Թուրքին, Արցախը նվիրեցիք Թուրքին եւ մեկ մազ ասես մնում, որ Հայաստանն էլ ձեր ստամոքսի շնորհիվ դուք նվիրեցիք եւ շարունակում եք նվիրել Թուրքին։ Հետո կասեք դուք լավ տղա եք, դուք բեի տղա եք, այսօր այսքան, հաջողություն։